Այդպես մի տարի էլ կորցրեցինք։ Այդպես մի տարի կորցրեցինք 97 թվականին, երբ որ երկիշխանություն էր հանրապետություն։ Այդ հետո երևաց, որ ամբողջ ինիցիատիվը Տեր-Պետրոսյանը պատրաստում էր իր հեռանալը։ Դե ժամանակ արդեն Քոչարյանը ամրապնդում էր իր իշխանությունը։ Ինչ-որ բաներով զբաղվում էր, բայց ես կարծում եմ բոլորը պարզապես նախապատրաստություն էր։ Ինքն էր զգում, որ իր վրա է մնալու պատասխանատվությունը Ղարաբաղի հարցերուցման եւ ըստ այդմ իր իշխանությունը ամրապնդում էր։ Իսկ այդեն նախկին նախագահը փաստորեն իր ելույթով էլ որ ունեցավ սեպտեմբերն էր, հոկտեմբեր պատերազմ տեղահավություն ասեն ձեռքերը լվանում էր Ղարաբաղի հարցից ընդդեմ ինքը մի փակուղի մտավ չկարողանալով համոզել Ղարաբաղի քաղաքական էլիտային բայց դրա համար պետք էր Հայաստանի քաղաքական էլիտան միշտ թելադրող դիրքում լիներ որպեսզի համոզեր ինքը խախտեց իմ ասած գլխավոր սկզբունքներից մեկ ամենավերջում ամենակարևոր սկզբունքը Քոչարյանին բերել արդեն նշանակում էր որ Հայաստանի քաղաքական էլիտան այլևս չի կարող թելադրել ել չեմ ասում Սերժ Սարգսյանի գալը իմ հեռանալը ներքին գործերից բնականաբար Ղարաբաղի քաղաքական թևը դա բանակի թևն է Հայաստանի բանակի Ղարաբաղի դա նույնն այսինքն իշխանության ռազմական զինվորական մասը ամրապնդվեց եւ շատ բնական ընթացք ստացավ այդտեղ ամենացավալները որ ակորցեցին ամբողջ 97 թիվը եւ հետեւեց հրաժարականը բնականաբար երկրապահը այդտեղ կարևոր դեր ունեցավ հասկանալը Վազգեն Սարգսյանը միասին բայց երկրապահի քաղաքականացումը երկրապահի նախաձեռնությունը չէր 94 թվականին երբ որ դաշինքը հզոր էր Լևոնը խոճապի մեջ ընկավ եւ առաջարկեց Սարգսյանին քաղաքականացնել երկրապահը եւ երկրապահը սկսեց քաղաքականանալ որպես հետևանք բնականաբար անցկացրեց ընտրությունները դաշնակցության հետ միասին օգնությամբ ընտրությունները 98 թվականի զարմանալի կլիներ որ մի իշխանությունը փոխելուց հետո կանգեց անելուց հետո այսպես ասած այնպիսի ընտրություններ լինեին որ երրորդ մեկը կար անկապ նախագահ դառնար հասկանալի էր որ այդ ընտրություններին մատերի արանքով են նայում նաև աշխարհի հզոր տերությունները ովքեր հովանավորում են կամ շագրված են Հայաստանի վիճակով պատերազմով տեղահավությամբ եւ նոր կառավարիչները ապագա կառավարիչները ոչ միայն օպոզիցիայի հետ էին պայմանավորվել ոչ միայն բանակցությունների մեջ էին ամիսներ այդ աշնանային նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար այլև աստորեն մեծ երկրների դեսպանների հետ եւ կարգ բլանշ էին ստացել որ միայն թե ընտրություններ կայանան փաստը լինի ընտրությունների եւ այդպես էլ եղավ իշխանապողություն եղավ նախագահան տրվեց երկրապահը իրեն այն ամենանիվ պարտադրված դերը կատարեց այդտեղ եւ հիմա ինչ հնարավորություն տրված էր այդ նոր իշխանության մեջ իմ տեղ ունենալու արդեն 97 թվականի վերջի կիսամյակում բայց ես բացեն որ իմ բնույթով դավադրության համար բիտանի չեմ թեկուզ այդ դավադրությունը երկրի ղեկավարն է կազմակերպում ինքը այն հարցին թե որ գլխավորեց այնուամենայնիվ
իշխանափոխությունը, բոլոր ասում են Վազգեն Սարգսյանը, բայց գլխավորել է այնուամենայնիվ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նույնիսկ այդ դեպքում ես չէի մասնակցի, ոչ մեկին բնույթ այդպեսին չի, այլև ես համոզված էի, որ այնուամենայնիվ ինքը ճիշտ չի անում եւ պետք է թելադրել, պարտադրել, ստորագրել հաշտության պայմանագիրը Ադրբեջանի հետ։ Որտեղ բոլորը հասկանում են, ովքեր տեղակ են այդ բանակցություններից, ովքեր ծանոթ են այդ փուլային, ոչ փուլային տարբերակներից, բոլորը հասկանում են, որ չկա միանգամից տարբերակը։ Փաթեթային տարբերակ չկա, փաթեթային դա պատերազմն է։ Հասկանում են, բայց ձև են անում, որ չեն հասկանում։ Տարբերակը փուլային էր, որ կտևեր էլի տարիներ իհարկե։ Փաթեթային ինչ որ հիմա տեսնում եք դուք, բանակցությունները էլի փակուղի մտան։ Փաթեթային դա էլ է տարբերակ, ես ասեմ, պատերազմը, բայց պետք է ժողովրդին անկեղծորեն ազնվորեն պատրաստել այդ դեպքում։ Այդ դեպքի համար։ Եվ դուրս եկավ, որ հիմա այդքան բանից հետո ամենաշահածը դուրս եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինքը հայոց պատմության մեջ մնաց եզակի երկրի ղեկավար, որը հողեր է նվաճել եւ չի հանձնել։ Եվ ամենաանմխիթար վիճակում իր կամքով իհարկե հիմա է Ռոբերտ Քոչարյանը, որը ամենայն հավանականությամբ կհանձնի այդ հողերը որպես երկրի ղեկավար։ Մեկ-երկու տարի առաջ ունենք արտաքին անվտանգություն, որը ապահովում է բանակցությունների ընթացքով, նաև հավասարակշիռ արտաքին քաղաքականությամբ, ունենք ներքին անվտանգություն, ունենք տնտեսական խաթարված անվտանգություն, այսինքն տնտեսություն չկար, բայց հեռանկար կար, որ բլոկադան կբացվի, որը կապված առաջիկի հետ եւ տնտեսությունը կզարգանա եւ կապավի նաեւ տնտեսական անվտանգություն երկրի։ Այսօր ունենք խաթարված արտաքին անվտանգություն, այս նոր քաղաքականությամբ, նոր դիվանագիտությամբ, ներքին անվտանգություն, դեմոկրատիայի պարլամենտարիզմի էլեմենտներ այն ժամանակ կոնեկային եւ զարգացումը տանում էր այդ եւ տնտեսական անվտանգությունը խաթարումից դուրս բերելու ինչ որ փակուղի փաստորեն եւ գնալով վատացող տնտեսական սոցիալական վիճակ։ Բայց ինչ պիտի անել հիմա։ Փաստորեն քաղաքական օպոզիցիայի մի մասը գնաց իշխանության կողքը կանգնեց եւ քաղաքական դաշտը բավականին իրոք բախտորվել է, բայց այսպես թեմպես կա օպոզիցիա եւ դա քաղաքական նրանք են ովքեր իշխանության կողքին չեն։ Ես համարում եմ, որ երկրի անվտանգության համար եւ պարտադիր է լուրջ օպոզիցիան այնուամենայնիվ լուրջ օպոզիցիան պարտադիր է ամեն դեպս այն դեպքերի համար, երբ որ հիմա փաստորեն զինադադար է, բայց պատերազմ չի ավարտված, այն դեպքերի համար, երբ որ երկրում կրիզիս կսկսվի, արտաքին Զուտ Ղարաբաղի հետ կապված, ես ներքին այդքան չեմ կարծում, որ ներսում շատ բարդանա իրավիճակը, բայց դրսի բարդությունը կանցի ներսին, եւ հնարավոր է գա մի ժամանակ, երբ որ իշխանությունը չկարողանա կառավարել երկիրը, այդ դեպքի համար պատրաստ ինչ որ քաղաքական կառույց է պետք կամ քաղաքական կոալիցիա կամ քաղաքական պատրաստի մի մարմին, որը կարող է իր վրա վերցնել երկրի կառավարումը։ Հիմա դժվար ասել այժմյան կուսակցություններ, որ այդքան իրար չեն վստահում, ինչպես դա կստացվի։ Իհարկե ինձ ասում են, որ ՀՀՇ-ին չեն վստահում, ու մեծ մասը ասում են կուսակցությունների։ Ես էլ իրենց չեմ վստահում։ Ու համարը ոչ մեկին չեմ վստահում, բայց այդ անվստահությունից անցնելու, դրա վրայով անցնելու համար մի շատ կարևոր, շատ հստակ մեխանիզմ կա։ Պետք է ժողովրդի առաջ պարտավորություն վերցնեն կուսակցությունները կամ անհատները։ Այսինքն ստեղծեն մի ստվերային կաբինետ, գնան հիմա պարլամենտական ընտրությունների, նախագահականը կլինի 4 տարի հետո, շատ լավ։
այսինքն նորմալ երկիր նորմալ ճանապարհով գնում, արտահերթ կլինի ավելի վատ, բայց պետքա պատրաստ լինել դրանց։ Ստվեր այն կաբինետ, որ կմիավորեն 4-5 հզոր կուսակցություններ եւ փոքր կուսակցություններ, մարդիկ ընտրությունների մասնակցել են եւ ժողովրդի մեջ ունեն իրենց ռեյտինգը, ըստ այդմ բաժանել երկրի առաջի 5 թե առաջի 10 պաշտոնները իրոք բաժանել անկեղծորեն իրար մեջ եւ ասել, որ այսա կաբինետն է, սա ներքին գործերի նախարարն է, սա դատախազը, ստվեր այն, հա, պարլամենտի նախագահն, պրեզիդենտը, փոխպրեզիդենտը թեկուզ փոփոխություն կարելի մտցնել եւ այս պարտավորություններով ժողովրդի առաջ պատրաստ լինել եւ ընտրությունների պարլամենտական եւ ապագա բանի համար նախագահական, բայց այդ ընթացքում պետք է դա այս վիճակում, երկրի վիճակում դա դի պատրաստ լինի, որտեղ կգա մի վիճակ, երբ որ անկառավարելի կլինի երկրում, Աստված չանի, որ այդպես լինի, երբ որ ամեն մի կուսակցություն կուզենա ինքը փախցնի իշխանությունը, դա մի կուսակցություն չի լինի, մի քանի եւ կսկսվի կռիվ ներսում երկրի եւ ամեն մի կոնտրոլից դուրս եկած գնդապետ կսկսի տասնյակ գնդապետներ կսկսեն կուսակցական գրասենյակներում մանքալ հովանավոր քաղաքական այ Աստված դրանից ազատի։ Իսկ դա հնարավոր է, դրա համար պետք է քաղաքական մի մարմին, մի հեղինակավոր ուժ ստեղծել հիմա։ Չի լինելու այնուամենայնիվ դեղ չի մի անհատի վրա դնել հույսը։ Դեմիրճյան կլինի, Վազգեն Մանուկյան, Սիրադեղյան, թե չգիտեմ քանի ուրիշ անուններ թվարկել կամ նախկին նախագահ, որովհետև Հայաստանի նման փոքր երկրում այս մեծ տերությունների շահերի թատերաբեմում մեծ տերությունների գաղտնի ծառայությունների ցերկը քրքրված Հայաստանում մի քաղաքական դեմքը միշտ կարող է պարտվել, միշտ կարող են խեղդել մի դեմքին։ Դրա համար կոլեկտիվ ջանք է պետք, ինչպես Ղարաբաղ կոմիտեի դեպքում էր։ Երբ որ Ղարաբաղ կոմիտեն մենակ Իգրներ առաջի փուլում ղեկավարում, համարյա արդեն ինտեգրացման այն ծրագրով ժողովրդին տուն էր ուղարկում, եթե հիշում եք դրանից սկսեցինք։ Տուն դրա համար իրեն մենք հանեցինք Ղարաբաղ կոմիտեից։ Երբ որ այդ 400 միլիոնի իբր Մոսկվայից գնում էր, իբր Ադրբեջան-Հայաստան-Ղարաբաղ ինտեգրացիա գնում տնտեսական բան, ինքը համաձայնվել էր եւ ժողովրդին արդեն տուն էր ղրկում, ժողովուրդը չէր ուզում գնալ իհարկե։ Այ մի անհատի խոցելությունը փոքր պետության քաղաքական դաշտում, մեծ տերությունների կրկնում եմ, շահերի խաչմերուկում, այդ հզոր գաղտնի ծառայությունների անպատժելի գործունեության պայմաններում այս վերջի 10 տարում փաստորեն ասպատակել են Հայաստան եւ կառավարման մարմիններն են թափանցված եւ քաղաքական կազմակերպությունների մեջ են, բնական է, որ այդպես պիտի լիներ, բայց այդ պայմաններում մի անհատը միշտ խոցելի է Հայաստանի համար, կազմակերպությունների կամ հանատների մի միություն է պետք, որը երաշխիք լինի կրիզիսային վիճակների համար, կա իշխանություն, կառավարում է, անկառավարելություն կլինի եւս մի ստվերային իշխանություն, որը կփոխարինի դրան, սա պարտադիր պայման է, սա ազգային անվտանգության առաջի պայմաններից մեկն է եւ ինձ թվում է այդ քաղաքական գործիչները կուսակցությունները նեղսրտությունից, որը քաղաքական գործ չի, հատկանիշ չի, ամբիցիաներից փորձ են վեր կանգնել իրոք ստեղծել այդ բանը։ Ընդ որում սա իշխանամոլության հարց չի, իշխանատենչության հարց չի։ Օրինակ, ես հիմա որ պատրաստ եմ դարձյալ համախմբության մեջ մտնել, ինչպես 88 թվին, դες այն ժամանակ ես ինչ գործ ունեի, օրինակ ինձ անծանոթ մարդկանց հետ գնալ Ղարաբաղ կոմիտեի մեջ մտնել։ Աշոտ Մանուկյանը դες ինչի պիտի ծանոթ լինեի, կամ Բաբկեն Արաքսյանը դուրս դասախոսում էր, իր ընկեր շրջապատում էր։ Այդ մարդ չէի ճանաչում համարելիս այդ կոմիտեից, բայց փլուզվում էր սովետական երկիրը, գնացինք, միավորվեցինք, որ Հայաստան այդ փլուզման տակից հանենք։